Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, վայելել կյանքային վերին, այո, ինչքան երանելի է այդ ժամանակը լինելու, երբ որ ցես բոլորով միասին երկնքում Քրիստոսի առջև հարց եկեղեցին Տիրոջ սուրբերը վայելեն իրականում այդ կյանքը։ Այսօր շատերն ասում են կյանքը վայելենք, բայց այս կյանքը ցավոք սրտի, այս երկրավոր կյանքը վայելք չի։ Սա Սուրբ Գիրքը ասում է, որ մարդու կյանքը խոտի ծաղիկի պես է, խոտը կչորանա, ծաղիկը կթառամի, բայց ի՞նչն է մնում։ Աստծո խոսքը, ով որ Աստծո խոսքը պահում է, նա հավիտյան մնում է, սիրելի եղբայրներ, քույրեր ջան։ Տեր օրհնի, այսօր իմ սրտում կա մի փոքր խոսելու հենց այդ մասին, Աստծո խոսքը պահելու։ Եվ առաջի տեղը որպես նախաբան կուզեմ կարդալ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 24 խոսքից։ Երկու տուն շինողները, այստեղ լեռան քարոզն է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ներկայացնում է երկու շինարարությունների մասին։ Մատթեոս 7:24-ը, եկեք կարդանք այս հատվածից։ Արտո, որ իմ խոսքերս կլսե և կկատարե զանոնք, զանինքա պիտի նմանեցնեմ խելացի մարդումը, որ իր տունը վեմի վրա շինեց։ Անձրևը իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին, զարկին այդ տանը, բայց չփլավ, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Այն, որ իմ խոսքերս կլսե ու չի կատարեր, կնմանի անխետ մարդումը, որ իր տունը ավազի վրա շինեց։ Անձրևը իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին և զարկին այն տանը ու փլավ, մեծ էր անոր կործանումը։ Տեսակ, ժողովուրդ ջան, ես էլ ձեզ հետ միասին, մեծ էր անոր կործանումը։ Այսինքն այն տան կործանումն էր մեծ, այն տան, որ քամիները, գետերը վազեցին, փչեցին, կորուստ էր մեծ, որը որ վեմի վրա հաստատված չէր։ Նրա կործանումը մեծ էր։ Եվ Սուրբ Գիրքը 127 Սաղմոսի մեջ առաջի խոսքում այսպես են կարդում, ասում է, եթե Տերը չշինե տունը, զուր են շինողները, չէ՞։ Եթե Տերը չշինե մեր տունը, զուր են շինողները։ Եթե Աստված քաղաքը չպահե, զուր են պահապանները։ Ինչքան ուզում է պահապաններ լինի, ինչ զորք ուզում է լինի։ Մենք սա Աստծո խոսքից գիտենք, որ Գեդեոնը 300 հոգով գնաց, սիրելիներ, ու ինչ արեց, մադիանացիներին կոտորեց Աստծո խոսքով 300 հոգի, որովհետև Աստված Գեդեոնի հետ էր։ Ինչի համար, որովհետև Գեդեոնը հնազանդվեց Աստծո խոսքին։ Հիմա ինչպես է կատարվում այս շինարարությունը։ Այստեղ կարդացինք, չէ, ասում արտո, որ իմ խոսքերս լսե, կատարե, զանիկա կնմանեցնեմ, որ իր տունը վեմի վրա է կառուցում։ Եթե ես Աստծո խոսքը պահում եմ և կատարում եմ, Աստված իմ տունը շինում է։ Նա է իմ տունը շինում։ Այսինքն իմ թույլտվությամբ, եղբայրներ, քույրեր, մենք այստեղ չշփոթենք, եթե ես ամենում եմ Աստծո խոսքի մեջ մնամ, Աստված է տունը կառուցում։ Հիշում եք, Դավիթը մարգարե էր, Դավիթը մեծ թագավոր էր, եւ երբ որ Նաթան մարգարեն եկել էր, Դավիթի հետ զրուցում էր այսպես, Դավիթն ասեց, կուզեմ, որ Տիրոջ համար տուն կառուցեմ, որովհետեւ թագավորը տուն ունի, չէ, Եղևնափայտի տան մեջ է բնակվում, բայց ուխտի տապանակը վրանների մեջ է բնակվում, դրա համար ես ուզում եմ Տիրոջ համար տուն կառուցեմ։ Եվ ինչ պատգամ եղավ Դավիթին Նաթան մարգարեի կողմից։ Նաթան մարգարեն Դավիթին ասեց, Տեր այսպես է ասում, ես քեզի համար տուն պետքա կառուցեմ։ Ես քեզի համար։ Ու այդ տունը դա գրված է երկրորդ Թագավորաց 7:11 խոսքից, երկրորդ պարբերությունն է 11 խոսքի։ Ու քո թագավորության աթոռը իմ առջևս հավիտյան պիտի մնա։ Ինչի համար, սիրելիներ, Դավիթն էլ ուներ սխալներ, Դավիթն էլ ուներ թերություններ, Դավիթն էլ ուներ մեղքի կյանքի մեջ ընկավ, սայթաքեց, չէ, բայց Դավիթը կանգնեց եւ Աստծո խոսքը պահեց եւ Աստծո առջև կատարյալ, այդպես է վկայում Սուրբ Գիրքը, քայլեց ուղղությունով Աստծո առջև։ Մենք բոլորս էլ ունենք ինձանից սկսած շատ սխալներ եւ Աստված այդ տունը կառուցեց, քո աթոռը հավիտյան պիտի մնա իմ առջևս։ Հիմա շինարարությունը ինչպես է կատարվում։ Նույն բանը գրված է, կարծես Ղուկաս ավետարան 6:47-ից։ Ղուկաս ավետարանի այսպես է ասում, ասում է, եթե զիս Տեր կասեք, կարդամ այդ հատվածն է, ինչու զիս Տեր կսեք, ուսածս բաներս չեք կատարեր։ Ահա այդ շինարարությունը։
Տեր ենք ասում, բայց Աստծո խոսքը չեն կատարում։ Հիմա օրինակ ունենք մեր առջև, Սուրբ գրքից շատ օրինակներ ունենք, ինչպես Մովսեսը կառուցեց իր շինարարությունը, ինչպես Մովսեսը դարձավ Աստծո մարդ։ Ես ի նկատի ունեմ, ժողովուրդ ջան, այս շինարարություն, որ խոսում ենք, ի նկատի ունեմ հոգևոր շինարարությունը, հոգևոր տունը։ Մի եղբայր կար, ինձի շատ հոգեհարազատ, այս եղբայրը ննջել է հիմա, լուսահոգի եղբայրը, Իրակինը իրանք վարձով էին ապրում, երբ որ գնում էին, քայլում էին փողոցով, կինը մի տուն տեսնում էր, բնակարան, ասում էր, տես, օրը կգա, որ մենք էլ սես տներ ունենանք, օրը կգա, որ մենք էլ սես բնակարան ունենանք, այս վարձով տնից դուրս գանք, բայց այս եղբոր հոգևոր աչքերը բաց էր, ասում էր, երկնքում Աստված մեզի արդեն այդ տունը տվել է, ու ավելի տունը, ավելի լավ տունը տվել երկնքում, երբ որ գնաս կտեսնես այդ տունը, այսինքն երբ որ մնաս Աստծո խոսքի մեջ, գնաս այդ տունը կտեսնես, սիրելիներ, այս ամեն բանը անցնելու է, կարևոր այդ երկնքի տունն է, ու ես հավատում եմ, որ ինքը իմ այդ տան մեջ է եւ տեսնում այդ տունը, փառավորվի Տիրոջ անունը։ Եվ կուզեմ կարդալ Ելից գրքի մեջ, երբ որ Աստված խոսում էր Մովսեսի հետ, այսօր իմ ու քո հետ է խոսում Աստված։ Երբ որ Տերը խոսում է, մեր սրտերը չխստացնենք, սիրելի Աստծո ժողովուրդ, խստապարանոց չգտնվենք, մի ամբողջ ժողովրդի հետ Աստված խոսեց, երբ որ դուրս բերեց Եգիպտոսի երկրից, նրանց տվեց պատվիրանքներ, նրանց տվեց կանոններ, օրենքներ, եւ Սուրբ Գիրքը ասում է այսպես, որ եթե նրանք պահեք, պիտի ապրեք։ Բայց ցավոք սրտի այս ազնվորությունները, այդ խոսքերն ու պատվիրանները մեկդի ձգեցին, Աստծո առաջ խստապարանոց եղան, իրանց սրտի համեմատ աստվածներ շինեցին, կուրքեր շինեցին, բոլոր երկրի զորությունները պաշտելու համար ու կենթանի Աստծուց հեռացան, սիրելիներ։ Այսօր, որ ես այստեղ նստած եմ պաշտամունքի, դա լավ է, փառ Տիրոջը, բայց դա դեռ չի նշանակում, որ իմ ու քո սրտի մեջ Աստծո խոսքը թագավորում է, սիրելիներ։ Աստծո խոսքը իմ ու քո սրտի մեջ պետք է թագավորի։ Հովհաննես Մկրտիչը ասում էր, ես պետք է որ ցածրանամ, անիկային մեջ բարձրանա։ Դա Աստծո խոսքն է, երբ որ դու ցածրանում ես, քո մարկային հպարտությունը, քո մարկային եսը, այն ժամանակ Աստծո խոսքը քո մեջ բարձրանում է։ Ինչպես դա կատարվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կյանքում, որ Աստծո խոսքը մերժեց, երբ որ այդ պատգամը նրան եղավ Դանիել մարգարեի կողմից, ողորմություն արա, թերևս Աստված նայի ու ողորմա քեզի, աղքատներին ողորմի չէ, թերևս Աստված տեսնի ու ողորմություն անի, բայց նա ուշադրություն չդարձրեց Դանիել մարգարեի Աստծո մարդու խոսքերը, 12 ամիս Աստված սպասեց եւ գրված է 4-րդ գլխի մեջ, մեկ օր երբ որ կանգնած էր թագավորական պալատում, ասեց, այս ամեն բաները իմ ձեռքս աշին է, եւ գրված է, ով Նաբուգոդոնոսոր, թագավորությունը քեզանից գնաց։ Այսօր է թագավորությունը իմ ու քո փառքի եսի, պետք է ինձանից ու քեզանից գնա, որ Աստծո խոսքը մեր մեջ կատարվի, որ հնազանդվենք Աստծո խոսքին, միայն այս դեպքում այս շինարարությունը կկատարվի, սիրելիներ։ Եվ Աստված խոսում էր Մովսեսի հետ Սինա լեռան վրա, 25-րդ գլուխ Ելից 9-րդ խոսքից կարդում ենք, ասում է Խորանի օրինակը եւ անոր բոլոր կարասիների օրինակը, բոլորը քեզի ցուցվածին պես ճիշտ այդպես շինեցեք, բոլորը, ինչ որ Աստված պատվիրել էր, ինչ որ Աստված ասել էր, ճիշտ այդպես, ոչ մի բան Աստծո խոսքից զանց չանես։ Հիսուսն ասաց, երկինքն ու երկիրը կանցնի, բայց ինչ կլինի, իմ խոսքից մի նշանագիր անգամ չի անցնի։ Այդ նշանագիրը դա մի կետն է, անգամ թարս ստորակետը Սուրբ գրքում, որ տեսնում ենք, այդ կետադրությունն էլ Սուրբ գրքի չի անցնի։ Դրա համար Աստծո խոսքը պետք է պահենք, սիրելիներ։ Ես օրենքներից, իսական արարողակարգերի դրանց մասին չեմ խոսում։ Ես հնազանդությունը, որ ես եմ քո Տեր Աստվածը, այս սա է Աստծո խոսքը։ Այստեղից է գալիս մնացած բոլոր հարցերը։ Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, զորությունով եւ մտքով։ Այստեղից է գալիս։ Այս սա եթե ես կարողանամ պահեմ, հոժարվեմ, մնացած բաները Աստծո խոսքը իմ մեջ կկատարի եւ կպահի։ Աստծո խոսքը, ասում է, գիտեմ քո կարողությունդ, քո հնարավորությունդ, քո չափը, որ դու քիչ կարողություն ունես, իմ խոսքերս պահեցիր, ես էլ քեզի պետքա պահեմ, Հայտնության 3:8, ես էլ քեզի պետքա պահեմ, որ դու իմ խոսքը պահեցիր ու չուրացար։ Եվ 40 խոսքից էլ խոսում է աշտանակը կառուցելու մասին,
ասմա ջանա լերը քեզի ցուցվածի օրինակի պես զանիկա շինես աշտանակը սիրելիներ մեկ համար է կարդամ 26:30-ը Խորանը կանգնեցրուր այն ձևին համաձայն որ լեռան վրա քեզի ցուցվեցավ Խորանը կանգնեցրու այսօր եթե իմ ու քո ներսի խորանը կանգնած չի ես եւ դու սրբության սրբոց չենք կարող մտնենք Ես ին ուխտի խորանի մասին չեմ խոսում հոգևոր ներսի Խորանում գտնվում էր աշտանակը լույսը, որ արջևից պետքա լույս տար, գտնվում էր առաջավորության հացերի սեղանը, խորանում գտնվում էր նաև խնկամանի խնկանոցի սեղանը, որտեղ պետքա խունկ ծխեին, դա մեր աղոթներն է։ Եթե իմ ու քո ներսում, սիրելի եղբայրս, քույրս, այս կյանքը չկա, այս վիճակները աղոթքի ճրակը չի վառվում Աստծո, Սուրբ Հոգու լույսը, յուղը չկա, ես եւ դու սրբության սրբոց չենք կարող մտնենք։ Իշքան ենք աղոթում, իշքան ենք գալիս Տիրոջ առաջ ծնկում, բայց Տիրոջ ներկայությունը չեն կարողանում վայելել, որովհետև խորանում պաշտամունք տեղի չի ունենում, այս դրա համար չենք կարող վայելենք։ Նստած ենք սիրելիներ, այստեղ ամեն մեկս, Սուրբ Գիրքը ասում է, Հիսուսն ասաց, ինչպես պետքա երևա այս տան շինարարությունը։ Բոլորն է կարծում են, գիտեք, որ իրան շինարարությունը գրեթե շատ քիչ տոկոստ է, որ կարծում է, որ իմ շինարարությունը սխալ է։ Հիմնականում շատերս կարծում ենք, որ մեր շինարարությունը, մեր հիմքը Քրիստոս վեմի վրա են կառուցում, Քրիստոս հիմքի վրա են կառուցում, բայց դա երբ է երևում։ Հիսուսն ասաց, չէ, անձրևները կգան, գետերը կվարարեն, հովերը կփչեն։ Երբ որ այս ամեն բաները գալիս է, այդ ժամանակ փորձությունները, նեղությունները, անձրևները, ես այսպես եմ վերնագրել, անձրևները հալածանքներ, առողջության ունեցվածքի միջոցով, գետերը հպարտություն, աշխարհասիրություն, սիրելիներ, եւ վերջի տարբերակը հովերը, որ կփչեն, քամիները, դա ես վերագրել եմ սատանայի բերած, որ արդեն սատանան սենց ասած ընկճված է, չի իմանում ինչ անի, վերջի ճիքերն է գործադրում, բերում է հուսահատություն, բերում է վախեր, մտքեր մարդուց, որ մարդը ինչ անի, մարդը հուսահատության, վախերի մեջ ընկնի եւ տեսնելով իր վիճակը, այդ անձրևներից, գետերից, ասի դա ճիշտ է ասում էլի անօրենը, ճիշտ է ասում էլի հակառակորդը, բա եթե դու Աստծո որդին ես, ինչի է քո վիճակը այսպիսին, բա եթե դու Աստծո որդին ես, ինչի է այս հիվանդությունները եկել, եթե դու Աստծո որդին ես, ինչի համար ես սոված սիրելիներ, թեպետ Աստված ասում է ես ձեզ կկերակրեմ Մանուկ է ու ծերացա, բայց արդարը հաց մուրալուց չտեսա, Դավիթն ասում Սամոս 2-ի մեջ, Աստված կկերակրի մեզի, ու այդ մտքերը բերելով, նույն բանը կատարվեց Եգիպտոսի կյանքում, հայրաների կյանքում, որ Եգիպտոսից դուրս էին եկել, այդ մտքերը ընդունելով, ասեցին վերադառնանք Եգիպտոս գնանք, մեզի զորագլուխ ընտրենք, որովհետև սեխը, սխտորը եւ այնտեղի մսերը, այդ ամեն բաները մտքերնից է գալիս, գնանք Եգիպտոս, հիմա սիրելիներ, այս անձրևներն ու վիճակները ցույց են տալիս իմ ու քո կառույցը։ Ինչպես Պողոս առաքյալը խոսում է առաջի Կորինթացիների, ես բառացի եմ ասում 3-րդ գլուխ 10-ից 13 համարները կարող եք կարդալ, որ կրակը գալով մեր շինությունը, մեր շինարարությունը պետք է փորձի ու Երևան պետք է հանի, եւ այդտեղ երևում է ես եւ դու ինչ կառույց ունենք, ինչ են կառուցել, ոսկուց են կառուցել, պատվական քարերից են կառուցել, արծաթից են կառուցել, թե փայտ խոտ եղեգ են կառուցել։ Այս սա է հիմքը։ Այդ փայտ խոտ եղեգը, որ մարդը Աստծո խոսքին չէր հնազանդվում, որ մարդը Աստծո խոսքը մերժում էր։ Այսօր, սիրելիներ, իշքան ես մի ընկեր ունեի, հիմա էլ կա ինքը։ Իրար հետ ընկերություն ենք անում, ոչ հաճախ տեստվում ենք, բայց տեստվում ենք։ Ինքը մի օր եկավ, ինքը ջրով հոգով մկրտված անձնավորություն է, բայց գնաց աշխարհ։ Ու ասաց, գիտես ինչ, եղբայր, ընկել եմ էսիշ փորձությունների մեջ, ընկել եմ էսիշ նեղությունների մեջ, եւ աշխատում եմ էսինչ անօրինական տեղը։ Մենք շատերս գիտենք, ես չեմ ուզում ասեմ, այդ անօրինական տեղը որն է, որ շատ մարդիկ թողնում են ու գնում են այդ տեղը, այդ վայրը աշխատում են։ Ես ասացի, գիտես ինչ, եղբայր, դու դուռ ես բացել անօրենին, որ անօրենը քո կյանքում ներխուժի։ Բա դու ինչ էիր ուզում, եթե այդ դուռը բացել ես, որ անօրենը քո կյանքում չգա, Աստծո խոսքը թողել ես, Աստծո խոսքը մերժել ես ու գնացել մտել ես հակառակորդի դաշտի մեջ։ Դրա համար էլ ես վիճակի մեջ ես։ Դրա համար էլ ես
տկարությունների, ես հալածանքների, ես նեղությունների մեջ ես հայտնվել։ Ես չեմ ասում, որ Աստծո խոսքը պահողը հալածանք, նեղություն, դժվարություն չունի, սիրելիներ։ Դա ի նկատի ունեմ հոգևոր առումով, որ այդ մարդը ներսից տանջվում էր ու հոգևոր օրհնությունը չէր վայելում։ Հոգևոր օրհնությունը, բա ինչպես կվայելի, որովհետև մարդու խղճվտանքը իրեն տանջում է։ Այսօր ես քննեմ իմ անձը, շատ մարդիկ կարող է այդ գործը չեն անում, բայց մեր ընտանիքներից, մեր հարազատներից, ովքեր որ այդ գործը արել են, հավանություն են տվել, սիրելիներ։ Այդ գումարները լավ էլ վայելել են։ Ես ոչ մեկի նկատի չունեմ։ Այն ինչը որ կա իմ սրտին եկել է, ես դա խոսում եմ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե մեկը նայում է, թող նայի Աստծո խոսքին, ինձանից սկսած, այս վիճակի մեջ ապրող մարդու շինարարությունը ինչպես պետքա լինի։ Բայց այդ հովերը որ կան, չպետքա փլչի այս մարդու շինարարությունը, բայց այսօր, քանի մենք դեռ ժամանակ ունենք, կարող ենք ուղղվել, սիրելիներ, կարող ենք բերել Տիրոջ առջև, խոստովանենք մեր մեղքերը, որովհետև Սուրբ Գիրքը ասում է, եթե խոստովանենք, ինչպես Մուրադ եղբայրը ասեց, չէ, հավատարիմ եւ արդար է անիկա, որ մեզի ինչ պիտի անի, թողություն տա։ Այդ բեռներն ու լուծերը ձեր վրա ծանր, մի գնացեք ձեր տունը, այսօր կարող է բժշկության օր լինի, այսօր կարող է իմ ու քո շինարարությունը հիմքը նորից ճիշտ ընթանա, սիրելի եղբայրս ու քույրս, մի թող անօրենին, որ քանդի քո հիմքը, մի թող սատանային, որ փչացնի քո հոգևոր վիճակը ու քո հոգևոր կյանքը, այսօր է ընտրության օրը, այսօր է ժամանակը, Սուրբ Գիրքը ասում է, վաղը հնարավոր է ուշ լինի, հնարավոր է այս օրը չունենանք, սիրելիներ, ու չկարողանանք ապաշխարենք, չկարողանանք դարձի գանք ու խոստովանենք մեր մեղքերը։ Դրա համար եթե մի հարց կա քեզի, որ տանջում է, բեր Տիրոջ առաջ, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, միայն խոսքը լսող չլինենք ինքս ինքնից խաբելով, ապա նաև խոսքը կատարողներ լինենք, սիրելի եղբայրներ, քույրեր։